Այսօր պատիվ ունեմ կիսվելու ձեր հետ Աստծո խոսքով։ Сегодня для меня честь делиться с вами словом. Շնորհակալ եմ Աստծուն ամեն հնարավորության համար։ Благодарен Богу за всякую возможность. Գիտեք, Աստծո խոսքը թանկ է մեր համար։ Знаете, Слово Божие, оно дорого для нас. Ամեն անգամ, երբ որ մենք դուրս ենք գալի քարոզելու, Каждый раз, когда мы выходим проповедовать, ուզում ենք ասենք, мы хотим сказать, այսօր մի հատ լավ խոսք կա, сегодня есть хорошее слово, բայց ամեն անգամ այդ խոսքը լավն է։ но каждый раз это слово Դրա хорошее. ասելու կարիքը չկա։ И нет нужды в этом, чтобы говорить. Միշտ Աստծո խոսքը լավն է։ Всегда Слово Божие, оно хорошее. Սերներ, այդ խոսքը մի խոսք կա, Есть одно слово, որ իմ սրտում է շատ երկար ժամանակ։ которое долго в моем сердце. Ուզում եմ այդ խոսքով կիսվեմ ձեր։ И хочу этим словом делиться с вами. Գիտեք, բոլորս ունենք նպատակներ, И у всех есть планы, բոլորս ունենք երազանքներ, у всех есть мечты, ցելի։ цели. Ես հասկանում եմ, որ ամեն մարդ իր ձևով ամեն բան ուզում է անի, որպեսզի հասնի իր նպատակին։ И каждый человек хочет сделать все, чтобы достичь своих целей. Եվ նպատակները կարող են լինել թե ֆինանսների հետ կապված, И цели могут быть связаны как с финансами, թե նյութապես, как с материальным, թե որ как с духовным. մարդիկ կան վատ նպատակներ ունեն, Есть люди, у которых плохие цели. բայց ասեմ, որ ցանկացած նպատակի համար Но скажу, что за каждую цель կարևոր է 3 բան։ важны 3 вещи. Առաջինը Первое մոտիվացիա, мотивация. շարժառիթ, Мотивация. ինչ որ շարժող ուժ, Какая-то двигающая сила, որ քեզ движущая, կհասցնի քո նպատակին։ которая тебя доведет до твоей цели. Ամեն։ Аминь. Եթե դու ունես մի նպատակ, դու հասկանում ես, որ կա մի շարժող ուժ, Если у тебя есть цель, и знаешь, что есть движущая сила, մոտիվացիա կա, мотивация есть, հասնելու այդ նպատակին։ чтобы достичь этой цели. Երկրորդ բանը Второе, դա զոհողությունն է։ Пожертвование, второе это жертвенность. ժертվենность։ Քո ջանքերն են։ Это твои усилия. Ես եթե դու ուզում ես մի լավ բան գնես, Если хочешь что-то хорошее դու найти, քեզ зырկում ես շատ բաներից։ купить Ամեն։ ты себя многого лишаешь. Դու ֆինանսները շատ չես ծախսում, Ты финансы немного тратишь, դու քեզ չես շռայլ հագուստներ գնում, ты себе не покупаешь какие-то дорогостоящие շատ անգամ одежды. քեզ зырկում ես, ամեն, Ты в чем-то себя ограничиваешь, որ аминь, հասնես ինչ-որ մի բանի։ чтобы достичь чего-то. Եղել է որ երեխաներին ասել ենք միջև քննությունները լավ չհանձնես, այսիշ բանը չես ստանա։ Было ли так, что, например, детям говорили, пока ты экзамены хорошо не сдашь, это не получишь? Եվ դա իրանց համար մոտիվացիա է։ И для них это мотивация. Շարժառիթ է, որ օրինակի համար ասենք ինչ-որ մի նվեր ստանան, մի iPhone, մի հեռախոս, մի պլանշետ, ինչ-որ մի բան, չէ՞։ И это для них мотивация, чтобы получить какой-то подарок, iPhone, Բայց планшет или նրանք что-то պետքա, подобное. բայց նրանք պետքա զոհ անեն։ Но они должны жертвовать. Նրանք պետքա ժամանակ տրամադրեն։ Они должны время уделять. Եվ երրորդ բանը И третье համբերությունն է։ – это терпение. Համբերություն ապեց լիներ։ Возлюбленное терпение Ինչեւ որ нужно, հասնենք։ пока мы не достигнем. Գիտեք, Աստծո խոսքից ուզում եմ ձեզ մի շատ հայտնի տեղ ասեմ։ И хочу Слово Божие сказать вам очень известное место. Հովանես 3:16։ Евангелие от Иоанна 3,16. Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, Ибо так возлюбил Бог мир, որ իր միածին որդուն тվեց, что отдал Сына Своего Единородного, որ ամեն նրան հավատացողը չկորչի, дабы всякий верующий в Него не погиб, այլ հավիտենական կյանք ունենա։ но имел жизнь вечную. Աստված ուներ նպատակ փրկելու մեզ У սիրելիներ։ Бога есть цель спасать. Եվ Աստծո շարժառիթը իր սերն էր մեր նկատմամբ։ И движущая и мотивация Бога – это любовь по отношению к нам. Եվ նրա զոհը նրա որդի Հիսուս Քրիստոսն էր։ И Его жертва – это Его Сын Иисус Այդ Христос. նպատակին հասնելու համար։ Для того, чтобы достичь этой цели. Բայց եթե որ ասենք Աստված արդեն հասել է այդ նպատակին, Но ոչ, если мы скажем, что Бог все уже достиг этой цели, нет. Աստված միջև այսօր համբերում է։ Бог до сегодня, Он терпит. Միջև այսօր մարդիկ փրկվում են, ապաշխարում են, ամեն։ И до сегодня люди, они спасаются, каются. Եվ իմ քարոզի թեման է И проповедь моя, тема проповеди. ցել выше роли։ Նպատակը բարձր է դերից։ Цель выше роли. Նպատակը բարձր է դերից։ Цель выше роли. Հիսուսը Иисус, անցավ իր անձի վրայով, Он переступил свою личность, որպեսզի մեզ փրկի։
чтобы нас спасти. Նրա համար նպատակը գերագույն էր, Поэтому для него цель была выше, որ ինձ ու քեզ փրկի սիրելիներ։ чтобы меня и тебя спасти. Ամեն։ Ֆիլիպեցիների 2-րդ գլուխ 5-րդ խոսքը եկեք բացենք սիրելիներ, ովքեր ունեն Աստծո խոսքը, Филиппийцам 2 глава, Աստվածաշունչ 5 стих. 5-ից 8 խոսքերը։ С 5 по 8 стихи. Ձեր ամեն մեկը թող այն մտածի, որը Քրիստոս Հիսուսում էր, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծոն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով երբ կերպարանքով մարդի պես գտնվեցավ, իրան խոնարեցրեց եւ հնազանդ եղավ միջև իմ մահ եւ այն էլ խաչի մահ։ Ибо у вас должны быть те же чувствования, какие во Христе Иисусе. Он, будучи образом Божьим, не почитал хищением быть равным Богу, но уничижил себя самого, приняв образ раба, сделавшись подобным человеком и по виду став как человек, смирил себя, быв послушным даже до смерти и смерти крестной. Ամեն տեսնում ենք, որ Հիսուսը Видим, что Иисус, լինելով Աստված, будучи Богом, ասում է մարդու կերպարանք առավ, Он принял образ человека, խոնարհվեց смирил себя իմ ու քո համար, для меня и тебя, նպատակի համար։ для цели. Նա իր դերը Он свою роль, ավելի ցածր դրեց, Он поставил ниже, քան թե նպատակը։ чем цель. Ամեն։ Ես ուզում եմ, որ մենք այս խոսքը վերցնենք։ Я хочу, чтобы мы это слово взяли. Սիրելիներ, Возлюбленные, մենք բոլորս ունենք գերագույն նպատակ։ у нас у всех есть наивысшая цель. Ամեն։ Аминь. Որն է մեր նպատակը։ Какая это цель? Մենք ունենք բոլորովս У всех մեկ նպատակ։ одна цель. Ամեն մեկս ունենք մեր կյանքերի համար տարբեր նպատակներ։ У каждого из нас для своей личной жизни есть разные цели. Եվ մենք դրա համար զոհեր ենք անում И мы для этого жертвуем եւ սպասում ենք։ и ожидаем. Բայց կա մի գերագույն Но նպատակ։ есть наивысшая цель. Տեսնել Աստծո երեսը, Видеть лицо Божье. տեսնել Աստծո փառքը, Видеть славу Божью. ստանալ այն գերագույն պսակը, Получить тот долгожданный венец, որ քո համար պատրաստված է։ который для тебя приготовлен. Դες քո համար կա պատրաստված պսակ։ Для тебя есть приготовленный венец. Ես ուզում եմ խոսամ այդ պսակի И մասին։ сегодня я хочу говорить об этом венце. Ուզում եմ խոսամ, որ մենք հասնենք այդ պսակին սիրելիներ։ И я хочу говорить, чтобы мы достигли этого венца. Դες Աստծո խոսքն ասում է, Слово Божье говорит, որ զգուշ եղի, будь внимателен, որ քո պսակը մեկը չվերցնի, чтобы никто не забрал твой венец, որ քո պսակը չկորցնես։ чтобы ты не потерял своего венца. Դրա համար մենք պետք է զոհենք, Поэтому мы должны жертвовать, ջանք անենք, мы должны приложить усилия, հավատանք, верить, համբերենք, ожидать, որպեսզի терпеть, հասնենք այդ чтобы նպատակին։ достичь этой цели. Ամեն։ Աստված օրհնի։ Пусть Бог Եկեք նայենք благословит. Ղևտացիների 20-րդ 24-րդ խոսքից։ 20-րդ գլուխ 24-րդ խոսք։ Книга Левитам, 20 глава, с 24 стиха. Եվ ասեց ձեզ. նրանց երկիրը դուք պիտի ժառանգեք, եւ ես այն ձեզ պիտի տամ ստացվածք լինելու համար։ Մի երկիր, որ կաթ եւ մեղր է բխում։ И сказал я вам, вы владеете землею их, и вам отдаю в наследие землю, в которой течет молоко и мед. Я Господь Бог ваш, который отделит вас от всех народов. Նայեք, տեսեք, Աստված մի բան է խոստանում, ասում է, ես տալու եմ ձեզ այդ երկիրը, Бог говорит, я вам дам эту землю, обещает. ասում է կտամ Քանանի երկիրը, Он говорит, дам вам землю ханаанскую, որտեղ կաթ ու մեղր է բխում։ где течет молоко и мед. Բայց ինչի համար Աստված այս բանը ասեց։ Но для чего Бог это сказал? Եկեք նայենք Ծննդոց 11-րդ գլուխ Բытие 31-րդ 32-րդ խոսքերը։ Бытие 11 глава, 32 стих. Աստծո խոսքն ասում է. Եվ Թարան, Աբ รา համի հայրը, Թարան առավ իր որդի Աբ รา մին եւ իր թոռը, Արանի որդի Ղովտին եւ իր որդի Աբ รา մի կին իր հար Սարային եւ նրանց հետ Քաղդեացիների Ուր քաղաքից դուրս եկավ Քանանի երկիր գնալու համար եւ եկան միջև Խարան եւ այնտեղ բնակվեցան։
11 глава, Бытие, 31 стих. «И взял Фара Авраама, сына своего, и Лота, сына Ааронова, внука своего, и Сару, невестку свою, жену Авраама, сына своего, и вышел с ним из Ура Халдейского, чтобы идти в землю ханаанскую. Но дойдя до Харана, они остановились там». Ուշադրություն, Внимание. եկան հասան Խարան, Они ու մնացին пришли այնտեղ։ до Харана, дошли и остались там. Գրված է, որ նրանք որոշեցին գնան Քանանի երկիր։ Но написано, что они решили пойти в землю ханаанскую. Ճանապարհի կեսից մոռացան, որ իրանք հոգևոր մարդիկ են։ И с половины пути забыли, что они духовные люди. Նա նպատակ ուներ, У него была цель, գնում էր Քանան, он шел в Ханаан, եկավ ու մնաց Խարանում։ но пришел и остался в Харане. Շարունակության մեջ ասում է, Продолжение говорится, եւ Թարանի օրերը 205 տարի եղան եւ Թարան Խարանում մեռավ։ и было дней жизни Фары 205 лет, и умер Фара в Харане. Որ ասում է, «Պիչալնի կանец»։ Говорится печальный конец. Եկեք նայենք Ծննդոց 12-րդ գլուխ առաջի խոսքից։ Бытие 12 глава с 1 стиха. Եվ Եհովան ասեց Աբրահամին. Գնա քո երկրից եւ քո ազգականներից եւ քո հոր տանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Եվ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնյալ կլինես։ И сказал Господь Аврааму, 12 глава, 1 стих, «Пойди из земли твоей, от родства твоего и от дома отца твоего, в землю, которую я укажу тебе, и я произведу от тебя великий народ, и благословлю тебя, и возвеличу имя твое, и будешь ты в благословении». 5-րդ խոսքը։ 5 стих. Եվ Աբրամը վեր առավ իր կին Սարային եւ իր եղբոր որդի Ղովտին եւ իրանց բոլոր ստացվածք եւ Խարանում իրանց ստացած անձինք եւ դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը եւ եկան Քանանի երկիրը։ «И взял Авраам с собой Сару, жену свою Лота, сына брата своего, и все имения, которые они приобрели, всех людей, которые они имели в Харане, и вышли, чтобы идти в землю ханаанскую, и пришли в землю ханаанскую». Նայեք, Смотрите, Թարային Фара, Աստված չէր ասել գնա Քանանի երկիր։ Фаре Бог не сказал идти в землю ханаанскую. Դա իր նպատակն էր Это его была цель. եւ ինքը ջանք չարեց И он не приложил усилий եւ չհասավ и իր не նպատակին։ достиг. Աբրահամին Аврааму Աստված ասեց. Бог сказал, Գնա Քանանի երկիր։ иди в землю ханаанскую. Եվ Աբրահամը դուրս եկավ И Авраам вышел եւ գնաց и пошел, եւ եկան Քանանի երկիրը։ и пришли в землю ханаанскую. Աստված, Бог, երբ որ մեզ ասում է գնա, когда говорит нам иди, նա մեզ ուժ է տալի, որ մենք հասնենք տեղ։ Он Ամեն։ дает нам силы, чтобы мы достигли места. Սերներ Աստված քեզ уժ է տալիս, Возлюбленный Бог тебе որպեսզի дает դու силу, հասնես քո նպատակին, чтобы ты достиг своей цели, քո գերագույն նպատակին։ твоей наивысшей цели. Ամեն։ Аминь. Եկեք նայենք Հեսուի գիրք 14-ի Книга Иисуса Навина, 14 глава. 14-րդ գլուխ 6-րդ խոսքից կկարդամ։ 14 глава, 6 стиха буду читать. Եվ Հուդայի որդիքը Գաղգաղայումը Հեսուին մոտեցան եւ Կենեզյան Հեպոնիայի որդի Քաղեբը նրան ասեց. Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես Բարնեայում խոսեց Աստծո մարդ Մովսեսի հետ իմ եւ քո մասին։ Եվ 40 տարեկան էի, երբ որ Տիրոջ ծառա Մովսեսը ինձ Կադես Բարնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար։ Եվ ես սրտիս մեջ եղածի պես նրա համար լուր բերեցի։ Սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրեցին, բայց ես բոլորովին իմ Տեր Աստծուն հետևեցի։ Сыны Иудины пришли в Галгал к Иисусу и сказал ему Халев, сын Иефонин, кинеязянин, ты знаешь, что говорил Господь Моисею, человеку Божию, а мне и о тебе в Кадес-Варне. Я был 40 лет, когда Моисей, раб Господень, посылал меня в Кадес-Варне осмотреть землю, и я принес ему в ответ, что было у меня на сердце. Братья мои, которые ходили со мной, привели в робость сердце народа, а я в точности следовал Господу Богу моему. Քաղեբը Халев, Մովսեսի օգնականներից մեկը, один из помощников Моисея, Իսրայելի ցեղապետերից մեկը, он один из князей народа израильского, գնաց երկիրը լրտեսելու, он пошел, чтобы осмотреть землю,
12 հոգով գնացին, 12 человек их было пошли, այդ 12-ից մենակ Հեսուն ու Քաղեբն էին, որ եկան ու ասեցին, խնդիր չկա, մենք կգնանք այդ երկիրը, որ Տերը մեզ խոստացել է։ и из 12 только Иисус Навин и Халев, они пришли и сказали, нет проблем, мы пойдем в землю, которую Бог нам обещал. Նա 40 տարեկան էր։ Ему было 40 тогда. Շարունակենք։ Продолжим. Եվ այն օրը Մովսեսը երթում արավ ասելով. Անպատճառ այն երկիրը, որ քո ոտքը կողել է, քեզ եւ քո որդկանց լինի ժառանգության հավիտյանս, որովհետեւ իմ Տեր Աստծոն բոլորովին հետևեցիր։ Արդ ահա Տերը ինձ կենթանի է պահել, ինչպես որ խոսել էր այս 45 տարին, այն ժամանակից ի վեր, որ Տերը այս խոսքը Մովսեսին ասաց, երբ որ Իսրայելը անապատում ման էր գալիս։ Եվ ահա ես այսօր 85 տարեկան եմ, եւ այսօր տակավին ուժով եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսը ինձ ուղարկեց։ Այն ժամանակի զորությունս ինչպես էր, այժմյան զորությունս էլ այդպես է պատերազմելու եւ դուրս գալու եւ մտնելու կողմանը։ И клялся Моисей в тот день и сказал, земля, по которой ходила нога твоя, будет уделом тебе и детям твоим навек, ибо ты в точности последовал Господу Богу моему. Итак, вот Господь сохранил меня в живых, как Он говорил, уже 45 лет прошло от того времени, когда Господь сказал Моисею слова сии, и Израиль ходил по пустыне. Теперь вот мне 85 лет. Но и ныне я столько же крепок, и как тогда, когда посылал меня Моисей. Сколько тогда было у меня силы, столько и теперь есть для того, чтобы воевать и выходить и входить. Տեսնում ենք, որ Քաղեբը Мы видим, что Халев անցել էր 45 տարի։ прошло 45 лет, Նա չէր մոռացել իր նպատակը։ и он не забыл своей цели. Ինքը չէր мոռացել Աստծո խոստումը։ И он не забыл обещание Божьего. Եկավ ասեց Հեսու, Он пришел и сказал, Иисус Навин, Иисус, չմտածես, որ ծեր եմ։ ты не думаешь, что я уже стар? Չմտածես, որ 45 տարի գալիս եմ եկեղեցի, Не думаешь, что я 45 лет хожу в церковь? ամեն ինչ մոռացել եմ։ Все забыл. Աստված ինձի բանա խոստացել։ Бог мне обещал. Հիշում ես, չէ՞։ Помнишь? Այդ հողերը ես պետք է վերցնեմ։ Я должен взять эти земли. Այն ուժը, որ այն ժամանակ ես ունեի 45 տարի առաջ, И та сила, которая у меня была 45 лет назад, հիմա էլ ունեմ այդ ուժը։ и у меня и сейчас эта сила есть. Ես չեմ թուլանում։ Я не ослабеваю. Ամեն։ Аминь. Ես ասում եմ, ես չեմ թուլանում։ Я говорю, что я не ослабеваю. Գիտեք, խնդիրներ կլինեն։ Знаете, будут проблемы. Գիտեք, այդ 45 տարին ինչ էր անում Քաղեբը։ Знаете, что Халев делал вот эти 45 лет? Պատերազմ։ Он воевал. Նրանք պատերազմների մեջ էին, Они были в войнах, բայց նա չէր մոռացել։ но он не забыл. Նա նպատակ ուներ հասնել Քանանի երկիր, У него была цель достичь որովհետև սիրեներ Աստված նրան խոսք էր տվել։ достичь Ханаана, потому что возлюбленный Бог ему обещал, որ քեզ եմ տալու այդ что երկիրը։ я тебе дам эту землю. Ես քեզ հավիտենական կյանք եմ տալու։ Я тебе даю жизнь вечную. Դու լինելու ես երկնքում։ Ты будешь на небесах. Дու լինելու ես իմ հետ։ Ты будешь со мною. Հիսուսն ասեց, որտեղ որ ես եմ, այնտեղ դուք եք լինելու։ Иисус сказал, там, где я, вы будете. Չենք մոռացել, չէ՞ սրանք։ Ведь мы не забыли этого. Սրանք խոստմունքներ են Это սիրելի։ обещание, Որ մենք պետքա բռնենք, которое мы должны որպեսզի держаться, հասնենք։ чтобы достичь. Եկեք նայենք Տիմոթեոս, երկրորդ Տիմոթեոս 4-ի 7 խոսքերը։ Посмотрим вторую книгу Тимофея, 2 глава. Նայեք Պողոս առաքյալը ինչ ա գրում։ Смотрите, что апостол Павел пишет. Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ 2 Ամեն Тимофея, 4 глава, 7 стиха. «Подвигом добрым я подвязался, течение совершил, веру сохранил. А теперь готовится мне венец правды, который даст мне Господь, праведный судья, в день он, и не только мне, но и всем возлюбившим явление Его». Պողոս առաքյալն ասում է. Апостол Павел говорит, Բարի պատերազմը պատերազմեցի, добрым подвигом я ընթացքը подвязался, կատարեցի, течение совершил, հավատքը պահեցի։ веру сохранил. Նա հասկանում է, որ այն ինչ որ պետքա աներ, Он понимает то, что он должен был делать, արել է։ он сделал. Ես մենք ունենք այս նույն ճանապարհը։ Мы имеем тот же путь. Բարի պատերազմը պատերազմել,
подвигом добрым подвязаться, ընթացքը կատարել, течение совершить, հավատքը պահել։ веру сохранить. Հիշում եք, չէ՞։ Помните, Նպատակը цель բարձր է выше դերից։ роли. Եթե մենք ուզում ենք հասնենք մեր նպատակին, Если мы хотим достичь своей цели, եթե մենք уզում ենք հասնենք պսակին, если мы хотим достичь венца, այս գերագույն պսակին, որ ասում է, этого наивысшего венца, մենք մեր անձերը պետք է մի քիչ խոնարհացնենք։ мы должны немного себя смирить. Մենք պետք է լինենք հավատարիմ Աստծուն։ Мы должны быть верными Богу. Մենք պետք է զոհողություն ունենանք Мы должны быть жертвенными եւ պետք է համբերենք։ и должны ожидать, терпеть. Չթուլանանք։ Не ослабевать. Ամեն, Аминь. որովհետեւ մեզ ավելի մեծ բան է խոստացված, քան թե Քաղեբին ու Հեսուին։ Потому что нам больше обещано, нежели Халеву и Иисусу. Навину. Հիսուս Քրիստոսի միջոցով։ Через Иисуса Христа. Եվ Սուրբ Հոգին մեզ օգնում է, որպեսզի մենք հասնենք այդ ամենին։ И Дух Святой помогает, чтобы мы достигли всего этого. Ամեն։ Դուք իմ հետ համաձայն եք։ Вы со мной согласны? Ես որ չեմ թուլանալու։ Я точно не буду ослабевать. Ճիշտ է, շատ առիթ կա թուլանալու, Есть много поводов, чтобы ослабевать. բայց չեմ թուլանալու։ Но я не буду ослабевать. Պետք է հասնեմ իմ պսակին։ Я должен достичь своего венца. Գիտեք, Պողոս առաքյալն ասում է, շատերն են վազում, Апостол Павел говорит, что многие бегут. բայց վերջում մեկն է, չէ, որ այն լենտը կտրում է ու անցնում է։ Но потом только один же в конце вот эту ленту отрывает и проходит. Հոնդեղ 100 հատ մեդալ չկա Там же կախած, нету 100 медалей. որ ամեն անցնողին մի հատ մեդալ տան։ Чтобы каждому, кто проходит, дать по медали. Այնտեղ առաջինին են տալու այդ մեդալը։ Там дадут медаль первому. Ով առաջինը հասավ։ Кто первый добежит. Այսինքն ով որ ուժեղ գտնվեց։ То есть тот, кто будет силен. Սերներ, բայց երկնքում Возможно, но на небесах միլիարդավոր պսակներ կան պատրաստած։ есть миллиард венцов. Ով որ ուժեղ գտնվեց, Тот, кто окажется сильным. ով որ չթուլացավ, Тот, кто не ослабеет. ով որ զոհարեց, Тот, кто будет ով որ жертвовать. համբերեց, Тот, кто будет терпеть. ով որ իր դերը ավելի ցածր դրեց, քան թե նպատակը, Тот, кто свою роль, он поставит ниже, нежели цель. ով որ գնում է դեպի նպատակը, Тот, кто идет к цели, չնայելով այդ ամեն դժվարություններին, несмотря на все эти трудности, նա է հասնելու պսակին։ он дойдет к Ամեն։ цели, до венца. Գիտեք, Պողոս առաքյալն ասում է, «Անես չեմ խոսում իբր թե արդեն հասած լինեմ»։ И апостол Павел говорит, я не говорю так, как будто я уже достиг. Բայց ասում է, հները մոռանալով, Он говорит, но забывая ես заднее, առաջ եմ նայում։ я двигаюсь вперед. Ես որ ասում եմ, ես չեմ հանձնվելու, И когда я говорю, что я не буду сдаваться, ես չեմ ասում, որ ես արդեն հասել եմ ու ես եմ ուժեղը։ я не говорю, что я уже достиг, и я Բայց самый ես ասում եմ, сильный. որ հները մոռանալով ես առաջ եմ նայում։ Но я говорю, что я забываю заднее, смотрю вперед. Որտեվ Աստված ամեն օր մեզ նորոգում է, ամեն։ Потому что Бог каждый день нас обновляет. Աստված ամեն օր մեր համար ունի այդ շնորհքը, այդ օծությունը, И у Бога есть каждый день для нас это благодать и помазание. որպեսզի մեզ օգնի մենք հասնենք այդ Чтобы Он պսակին։ помог нам достичь этого венца. Եթե դու չգիտես, որ քո համար կա պսակ, Если ты не знаешь, что для тебя есть венец, իմացի սիրելիս, քո համար կա պսակ երկնքում։ знаешь, что для тебя есть венец на небесах. Ու դա հենց քո անունով պատրաստված է։ И это приготовлено именно по имени твоему. Իմացի ուրիշի պսակը քեզ չեն տալու։ И ты знаешь, что другой венец тебе не отдадут, другого венец. Իմացի, որ երբ որ դու հավատքը պահեցիր, И знаешь, что когда ты сохранишь веру պատերազմդ պատերազմեցիր, и подвигом добрым будешь ընթացքը подвязаться, կատարեցիր, и течение свое совершишь, երբ որ տեսար Տիրոջ երեսը, когда ты увидишь лицо Господа, գիտես չի լինի այնպես, որ Տեր ասի, գիտես քո պսակը, չգիտեմ ուր է։ и не будет так, что Бог скажет, я не знаю, где твой венец. Քո պսակը քեզ սպասում ասրել։ Твой венец тебя ожидает. Տերը հավատարիմ է, ամեն։ Бог верен, аминь. Մեր Տերը հավատարիմ է։ Наш Бог, Он верен. Ֆիլիպեցիների առաջի գլուխ 27-28 խոսքերը։ Филиппийцам 1 глава. Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թե հեռու լինեմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ եք մեկ հոգով եւ մեկ շնչով, պատերազմեք ավետարանի հավատքի համար։ Եվ Филиппийцам ոչ մի բանով մի զարհուրեք հակառակորդներից, որ դա նրանց համար նշան է կորստի եւ ձեզ համար փրկության։ 1, 27, 28. Только живите достойно благовествования Христова, чтобы мне, приду ли я увижу вас, или не приду, слышать о вас, что вы стоите в одном духе,
подвязаясь единодушно за веру евангельскую. И не страшитесь ни в чем противников. Это для них есть предзнаменование погибели, а для вас спасение, и сие от Бога. Սիրելիներ, այս աշխարհը միշտ մեզ հակառակ է լինելու։ И этот мир, он будет всегда против нас, Ավետարանին հակառակ է լինելու։ всегда против Евангелия. Այնպես չի որ հեշտ է լինելու այդ ճանապարհը։ И не так, что это легкий будет путь. Ու գիտեք որ կյանքում շատ դժվարություններ ա գալիս И հավատքի вы знаете, կյանքի что для верующих много трудностей в жизни, մեջ։ Շատ գայթակղություններ կան, много искушений, շատ փորձություններ կան։ много испытаний. Պողոս Արաքյալն ասում է. Апостол Павел говорит: Մեկ հոգով գնացեք։ идите в одном духе Ավետարանի համար պատերազմեք։ и подвязайтесь за Евангелие. Գիտեք, ավետարանի համար պատերազմելը Сражаться за Евангелие, դա նշանակում է որ դու քո նպատակը չես կորցրել։ это означает, что ты не потерял своей цели. Գիտես, երբ որ դու գումար չունես հավաքած, Когда у тебя нету собранной суммы, դու մեքենա չես կարա գնես։ ты не можешь купить машину. Այդ քո նպատակը մնալու է երազանք։ Это твоя цель, она останется мечтой. Եթե դու պատերազմ չանես դրա համար, Если не будешь за это сражаться, եթե դու ուզում ես հասնել գերագույն նպատակին, если ты хочешь достичь наивысшей цели, պսակին, венца, դու պետք է ավետարանի համար ты պատերազմես։ должен сражаться за Евангелие. Այսինքն չթուլանաս, ամեն։ То есть не ослабевать. Ֆիլիպեցիների 3-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Филиппийцам 3:8. Եվ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Да и все почитаю тщетою ради превосходства познания Христа Иисуса, Господа моего. Для Него я от всего отказался и все почитаю за ссор, чтобы приобрести Христа. Ամեն։ Ոնց որ համաձայն չեք իմ հետ։ Как будто вы не согласны со мной. Առաջի բանը, Первое. ամեն բան աղբ եմ համարում Все почитаю за мусор, Քրիստոսին շահելու համար։ чтобы приобрести Христа. Շարունակենք 9-րդ խոսքը։ 9 стих. Եվ նրանում գտնվեմ, եւ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքից է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով։ И найтись в нем не со своей праведностью, которая от закона, но с той, которая через веру во Христа, и с праведностью от Бога по вере. Մնալ արդարության մեջ, Пребывать в праведности. մնալ արդարության մեջ, Пребывать в праведности. որ կարողանանք այդ պատերազմը պատերազմենք, Чтобы уметь воевать որ в կարողանանք этой հասնենք битве. այդ պսակին, Чтобы суметь достичь венца. մնալ արդարության մեջ։ Пребывать в праведности. 10-րդ խոսքը 10 стих. որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը նրա մահվան կերպարանակից լինելով Чтобы познать Его и силу воскресения Его, и участие в страданиях Его, сообразуясь смерти Его. երրորդ բանը Третье. ճանաչել Հիսուսին եւ նրա հարության զորությունը Познать Иисуса и силу воскресения Его. եթե դու չճանաչես Տիրոջ հարության զորությունը Если ты не познаешь силу воскресения Его, դու չես կարող հասնես պսակին ты не сможешь достичь венца. եթե դու Քրիստոսի ճանաչողությունը չունենաս Если у тебя не будет познания չհասկանաս Христа, Աստված ինչ է արել քո համար не будешь понимать, что Бог сделал для тебя, չհասկանաս նրա կատարած գործը не будешь понимать дело, которое Он совершил, դու ո՞նց ես պատերազմելու как ты будешь сражаться? Քեզ պետք է ճանաչել Քրիստոսի հարության զորությունը։ Тебе нужно познать силу воскресения Христа. Ամեն 13-14-րդ խոսքերը նայենք, սիրելի։ 13 и 14 стихи посмотрим. Եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, յետևի բաները մոռանալով դեպի առաջ լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը, Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում։ Братья, я не почитаю себя достигшим, а только забывая задние, простираясь вперед, стремлюсь к цели, к почести высшего звания Божия во Христе Иисусе. Տեսնում եք Պողոս Արաքյալը ինչ ասում։ Նպատակի համար, Что говорит апостол Павел? Для цели. նպատակի համար։ Для цели. Այսքան бан, որ ինքը խոսում է, Все, что он говорит, ինքը ասում է մեկ բանի համար։ он говорит для одного.
Հետևում եմ դեպի նպատակը։ Я стремлюсь к цели. Նրա կյանքում ամեն փորձությունները, ամեն դժվարությունները, В его жизни все трудности, испытания. նա որ ասում է, որ հավատքս պահեցի, պատերազմս И պատերազմեցի, когда он говорит, что веру сохранил, течение совершил, մի бանի համար էր, он для этого, для одного, գերագույն կոչման համար, для наивысшей цели, նպատակին հասնելու համար։ для того, чтобы дойти цели. Ամեն։ Մենք կարանք, չէ, հասնենք այդ նպատակին։ Мы же можем дойти этой цели. Ամեն։ Ոնց էս հավատքի քարոզ եմ անում, հուսահատության քարոզ չեմ անում։ Я проповедую проповедь веры, а не Մենք հասնելու ենք այդ նպատակին, սիրելիներ։ мы достигнем цели, возлюбленные. Մենք հասնելու ենք այդ նպատակին, Мы սիրելիներ։ достигнем этой цели, Մենք հասնելու ենք այդ возлюбленные. պսակին։ Мы достигнем этого венца. Հակոբոս առաջի գլուխ։ Якова 1 глава. Հակոբոս առաջի գլուխ Якова 1 глава, 12-րդ խոսքը։ 12 стих. Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին։ Ամեն։ Блажен человек, который переносит искушение, потому что, быв испытан, он получит венец жизни, который обещал Господь любящим его. Գիտեք, մի հատ գաղտնիք եմ ուզում ասեմ։ И хочу вам секрет раскрыть. Հենց որ տենում ես փորձություն, Как ты видишь трудность, հիշի պսակը։ помни о венце. Գիտես այդ փորձությունը ինչի համար է գալիս, Знаете, для чего приходит это որ испытание? քեզ խափանի այդ պսակից։ Чтобы тебя увести от венца. Այդ փորձությունը գալիս է, որ քեզ շեղի քո նպատակից, И это испытание приходит, чтобы тебя увести от цели. որ դու չհասնես այդ նպատակին։ Чтобы ты не достиг цели. Բայց հենց որ փորձությունը դու տեսնում ես, Но как только ты видишь это испытание, դու պետք է հասկանաս, ты должен понимать. երանելի է նա, Блажен тот, ով համբերեց, который терпел. որովհետև համբերողը կստանա պսակը։ Потому что тот, кто будет терпеть, претерпевший получит Ամեն։ венец. Եթե դու փորձությունից թուլանաս, չկարողանաս անցնես, Если ты из-за испытаний ослабеешь и не сможешь преодолеть, գայթակղվես, будешь искушаем, նեղանաս Աստծոց, обидишься на Бога, ասես Տեր Աստված էս ինչ փորձություն էր։ скажешь, Господи, что это за испытание? Ես ինչի մեջ գցեցի։ Во что ты меня повел? Չէր կարում Տեր Աստված անենց աներ, ես այս բանի մեջ չհայտնվեի։ Ты не мог так сделать, чтобы я в этом не оказался. Իսկ գիտեք Աստված այդ փորձությանը ասել էր գնա հələ տես տղես ու աղջիկս ոնց են գլուխը ջարդելու։ А Бог этому испытанию сказал, иди, ты увидишь, как мой сын и дочь моя победят тебя. Գիտես այդ փորձությունը ասում էր, որ հեսա կեթամ քո տղուն, քո աղջկան կթուլացնեմ, И это испытание, оно говорило, я пойду բայց Աստված վստահ и է сделаю մեր так, վրա։ чтобы твоя дочь и твои сыновья не Որ մենք ослабели, но Бог ослаблены. уверен, и Он знает, что мы достигнем. Աստված վստահ էր, որ մենք չենք Бог уверен, հանձնվելու։ что мы не сдадимся. Ամեն։ Аминь. Գիտեք Աստված Եդեմական պարտեզում դրել էր այդ ծառը, Бог в Эдемском саду, Он посадил это дерево, եւ նա չէր ցանկապատել։ и Он его не оградил. Գիտեք ինչի համար։ Знаете почему? Որտեվ նա վստահում էր Ադամին, Потому что Он доверял Адаму, որ նա կպահի խոսքը։ что Он сохранит Слово, Դրա համար էլ չէր փակե։ поэтому не ограждал. Արկել չէր դրել, Он не поставил препятствий, որտեվ վստահում էր։ потому что доверял. Ես Աստված քեզ վստահում է, Бог тебе доверяет, որ դու կանցնես այդ փորձությունը։ что ты преодолеешь эти трудности. Աստված վստահում է, որ դու հաղթելու ես, Бог доверяет, что ты победишь, որտեվ պսակ կա քո համար պատրաստած։ потому что есть венец, приготовленный для тебя. Դե եթե քո համար պսակը չլիներ, Если бы для тебя не было бы բայց венца, Աստծո խոսքը կոնկրետ ասում է, որ կա արդեն այդ պսակը քո համար но պատրաստած։ Слово Божье говорит конкретно, что есть венец приготовленный. Քեզ փորձություն չէր էլ ուղարկի։ Он тогда бы тебе и испытаний не Թույլ отправлял չէր տա, и не позволил бы, ոչ էլ հետաքրքիր կլիներ։ и ему не было бы интересно. Բայց երբ որ մենք փորձությունը ասնում ենք, Но մենք когда ուժեղանում ենք, Мы проходим испытания, мы становимся сильнее, մենք դառնում ենք հաղթողներ։ мы становимся победителями. Ամեն։ Аминь. Եթե դու փորձությունը չես հաղթել, դու Ես- հաղթող չես։ Если ты не выиграл испытание, Аминь. то ты еще не победитель. Եթե մարդը չի ընկնում, ինքը չի կարա կանգնի։ Если человек не падает, он не может Դե ես չեմ встать. կարող ասել, ես կանգնում եմ։ Ես Я- կանգնած եմ։ Я не могу сказать, что я встаю, я уже встал. Բայց երբ որ մարդը ընկնում է, Но когда человек падает, թուլանում է, ослабевает,
հետո կանգնում է, и потом встает, նա կարա ասի, որ ես կանգնեցի, он может сказать, что я встал. նա կարա ասի, որ ես հաղթեցի։ Он может сказать, я победил. Ամեն։ Аминь. Հալելույա, Փառք Հիսուսին։ Слава Иисусу. Առաջի Պետրոս 5:4-ը, սիրելիներ։ 1 Петра 5:4. Եվս երկու խոսք։ Еще два места. Դու մի բան ստանում ես, Ты получаешь что-то? Փառք Հիսուսին։ Առաջի Պետրոս 5:4-ը։ 1 Петра 5:4. Տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Եվ որ Հովվապետը կերևա, Փառքի անթարամ պսակը կընդունեք։ И когда явится пастырь и начальник, вы получите неувядающий венец славы. Ամեն։ Նայեք ինչ ասում Աստծո խոսքը։ Что говорит Слово Божье? Որ այդ պսակները արդեն կա։ Эти венцы уже есть. Այս խոսքը ապացուցում է, Это слово доказывает, որ այդ պսակները արդեն կա։ что эти венцы они уже есть. Չի ասում, որ Տերը նոր պսակներ կպատրաստի ձեր համար։ И говорит, что Господь новые венцы приготовит для вас. Նույնիսկ նա ասում է, որ նա այդ պսակներով է գալու։ И даже он говорит, что он придет с этими венцами. Ամեն։ Аминь. Ասում է, եւ որ И говорит, когда Հովվապետը կերևա, пастырь и начальник, Փառքի անթարամ պսակը կընդունեք։ и когда явится пастырь и начальник, вы получите неувядающий венец славы. Բայց հետաքրքիր չի, Но разве не интересно, ինչ է այդ պսակը։ что это за венец? Մտածում եք այդ տերևներով գործած բանն է։ Вы думаете, это из терния вот сделанный такой венец, из листьев? Հետաքրքիր չի, ինչ է այդ պսակը։ Не интересно, разве что это за венец? Հայտնություն 3-րդ գլուխ, Книга Откровения, 3 глава, 10-րդ խոսքից 12-րդ խոսքը։ с 10 стиха. Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի վրա բնակողներին։ И Ահա когда, ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը։ и как ты сохранил слово терпения моего, то я сохраню тебя от годины искушения, которое придет на всю вселенную, чтобы испытать живущих на земле. Все гряду скоро, держи, что имеешь, дабы не восхитил венца твоего, никто не восхитил венца твоего. Եվ ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում, եւ այլևս դուրս չի գնա, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը, եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, իմ Աստվածանից, եւ իմ նոր անունը։ Побеждающего сделаю столпом в храме Бога моего, и он уже не выйдет вон, и напишу на нем имя Бога моего и имя города Бога моего, нового Иерусалима, нисходящего с неба от Бога моего и имя мое новое. Սիրելիներ, Հիսուսն ասում է. Иисус говорит, возлюбленные, Ես ձեզ տալու եմ պսակ։ я вам дам венец. Ես իմ հոր նոր անունը գրելու եմ ձեր վրա։ Я новое имя моего Бога и Отца напишу на вас. Հիսուսն ասում է, իմ նոր անունը Иисус говорит, я свое новое имя գրելու եմ ձեր վրա։ напишу на вас. И имя мое новое. Սա է պսակը, սիրելիներ, Это венец, возлюбленные, որ Հիսուսը что Иисус, երկնքում մեզ տալու է։ что Я на нор небесах ануна. Он даст свое новое имя. Դու գիտես Հիսուսի նոր անունը։ Ты знаешь новое имя Иисуса? Չգիտես։ Не знаешь. Ովքեր հաղթում են, Кто побеждает, նրանք կիմանան այդ նոր անունը։ они узнают это новое имя. Նրանք կտեսնեն Աստծո երեսը։ Они увидят лицо Божье. Ամեն։ Аминь.